Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնացու Սյուզաննա Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր գալու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Խոսենք քարոզարշավից, ինչպես եք գնահատում ընդհանուր իրավիճակը, 10 օրից ոչ ավել մնացել է ընտրություններին, ինչ իրավիճակ է դասավորված, տեսնում ենք, որ բավականին լարված է մթնոլորտը, թե խոսույթի առումով, թե գործողությունների առումով, բուզարկություններ, կալանավորումներ, ծանր հոդվածներ, դուք ինչպես եք բնութագրում եւ ինչով է պայմանավորված այս լարվածությունը, նորմալ է, միշտ էլ ընտրություններից առաջ այսպիսի իրավիճակ է լինում, թե այս ընտրությունները տարբերում են։ Բնականաբար նորմալ է եւ նորմալ չէ։ Նորմալ է այնքանով, որ բոլոր երկրներում ընտրությունների ժամանակ որոշակի ավելի ընդգծված ցայտուն, այսպես որոշ չափով ագրեսիվություն կարող է նկատվել մարդկանց քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ, բայց ոչ այնքան, ինչպես հիմա Հայաստանում է, որովհետև տեսնում ենք այնպիսի խոսույթ, որը ոչ հարիր է պետական գործիչներին, ոչ քաղաքական գործիչներին, առհասարակ մարդ արարածին հարիշ չէ նման վարքագիծ դրսևորելը, Իրականում առաջամարտիկ Փաշինյանն է այս հարցը։ Այո, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։ Ես դա ողբերգություն եմ համարում թե Հայաստանի Հանրապետության համար, թե մեր հայ ժողովրդի համար, ունենալ նմանատիպ վարչապետ, ով կարող է բեմից իր ժողովրդին տերորի ենթարկել կամ նշել ինչու չեք զոհվել կամ այնպիսի բառապաշար օգտագործել, որ ես չեմ կարող դա բարձրաձայնել նույնիսկ կրկնել։ Դա ցավալի երևույթ է ինձ համար։ Եվ ինչու է դա արվում։ Դա հետաքրքրացնում է քարոզարշավը, սրում է մթնոլորտը, ատելությունը մյուս կողմի հանդեպ ներարկվում, որը ոգևորում է իր թիմակիցներին, ինչ նպատակ ունի այս ամեն ինչը։ Մի քանի նպատակ ունի իմ դիտարկմամբ, նախ այսպես ասենք, իր ընտրազանգվածին նա ուղղակի այսպես ավելի ոգևորում է ընտրություններին մասնակցելու, միայն իր ընտրազանգվածին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակության մեջ ստվար մի զանգված մոտ 40% ուղղակի չկողմնորոշված է կամ հիասթափված է, չի ուզում մասնակցել ընտրություններին, այդ 40% ընտրազանգվածին բևեռացնելու եւ ընտրություններին համոզել, որ չգնան ընտրության, ավելի հիասթափեցնել։ Դրա համար ես օգտվելով առիթից խնդրում եմ ինձ լսողներին, բոլորին, հատկապես երիտասարդներին, որոնք ակտիվ մասնակցություն չեն ունենում ընտրությունների ժամանակ, անպայման գնան ընտրատեղամասեր, դա բոլորիս քաղաքացիական պարտքն է եւ շատ կարեւոր է անկախ նրանից, թե նրանք ում են ընտրելու, սակայն այդ պատասխանատվությունը վերցնելու ճիշտ ժամանակն է։ Մենք ենք որոշում ինչպիսի փոփոխություններ ենք ունենալու եւ առհասարակ ապագա 5 տարիների ընթացքում ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ։ Եվ որպիսի ընտրություն կատարեն 19 կուսակցություններ կան, մասնակցող մեկը դուրս եկավ, լավ 18 հանենք Փաշինյանի կուսակցությանը, որին բնականաբար խորհուրդ չեմ տա բացարձակ չարժե ընտրել, մնացածի ծրագրերին կարող են ներկայանալ, ծրագրերին կարող են այսպես տեսնել, հասկանալ, ում կարող են ընտրել, հետևաբար պարտադիր հորդորում եմ բոլորին, կոչ եմ անում, որպեսզի գնան ընտրությունների մասնակցելու։ Դա մեկ պատճառ էր, որ ես ներկայացրեցի, ինչի համար է Փաշինյանը դա անում, բևեռացնելու, մարդկանց իրար դեմ լարելու։ Այս ընտրությունների ժամանակ կարող ենք տեսնել մեծ գեներացում ատելության խոսքի, հայ ժողովրդին իրար դեմ հանելու, բևեռացնելու, չգիտեմ ինչ որ ուժեր չտեսնված մեր երկիր բերելու, որը ցավոք սրտի ոչ մի օգուտ չի տալու Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար սրանից շահում է միայն Նիկոլ Փաշինյանը, նկատի ունեք, որ ասում է լրտեսներ կան եւ այլն, իհարկե Հայաստանի Հանրապետության վարչապետը առանց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար գոյություն ունեն ամբողջ, նա ունի գործիքակազմը, պետության բոլոր օղակները ենթարկում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Եթե կան Հայաստանում լրտեսներ, օրինախախտներ եւ այլն, նա պիտի նրանց հետևից գնա ու բնականաբար որոշակի արդյունք ունենա, բայց տեսնում ենք, որ դրանք ուղղակի օդի մեջ ասված բառեր են։ Դեպքում եղավ այդպես։ Անդրանիկ Թևանյանին, որ կալանավորեց։ Դեռ ապացուցված չէ։ Դե այո, իհարկե բոլորի նկատմամբ, ովքեր ունեն որոշակի, չգիտեմ, ինչպես ասել, խնդիրներ իրավական համակարգի հետ, այո,
նրանց նկատմամբ պետք է ապացուցված չէ, բայց իրենք արդեն կարգել են նրան մեղավոր։ Ես չեմ կարող, այո, իրավական գնահատական պատգամավորներն արդեն իսկ բոլորին լրտես պետական դավաճան, դեռ դատավարությունը չի ընթացել, վճիռ չկա, բայց իրենք արդեն կայացրել են որոշում, այսինքն նաև քարոզչական մի շարք պոպուլիստական վերաբերմունք բազմիցս ենք տեսել Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ դեռ քննություն չէր եղել, բայց նա արդեն որոշում էր կայացրել, թե դա արդյունքում ինչ պետք է լինի եւ նմանատիպ շատ դեպքեր են եղել։ Ես սա կարծում եմ, որ ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառում ընտրական process-ներում, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետության, այսպես վերցնենք, կառավարման համակարգում մենք լուրջ խնդիրներ ունենք, այսինքն սովետական միությունից եկած միազնյա կառավարումը փաստորեն Հայաստանում գոյություն ունի եւ այն ժողովրդավարության բաստիոն կոչվածը, որը որ 18 թվականից հետո բերել էր կեղծ Նիկոլ Փաշինյանը, գոյություն չունի։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը թե իր խոսույթով, թե իր գործերով ցույց է տալիս, որ ինքը հակաժողովրդավարական պահվածք ունի եւ հակաժողովրդավարական գործողություններ է իրականացնում, հենց մարդկանց կզծնել, սատկացնել, ես այդ բառերը ուղղակի չեմ կարող օգտագործել, այո, նմանատիպ բառապաշար ոչ մի եվրոպական քաղաքակիրթ երկրում բնականաբար ոչ մի առաջնորդ չէր կարող ունենալ։ Դա մարդու իրավունքների դեմ է, առանց որևէ հիմքի, փաստի կամ որևէ բանի մարդկանց ուղղակի մեղադրել։ Եվ հետևանք չունենալ, իրավական ոչ մի հետևանք չի ունենում, այսինքն կա մեղադրանք, ինչ որ փոքր process կարող է գնալ, այսինքն մարդկանց անվան հետ խաղալ ու դրանով ավարտվել։ Այս ամեն ինչը կարծես թե Facebook-ի եւ սոցիալական մեդիայի համար շոու լինի, ոչ թե իրական կոնկրետ process-ներ։ Շատ վատ հետևանքներ կարող է ունենալ հենց մեր կառավարման մեջ, որովհետև տեսեք, հանրային կառավարման մեջ եւ առհասարակ պետության կառավարման մեջ, երբ որ նմանատիպ խոսույթներ են ի հայտ գալիս եւ համակարգերը դառնում են վերածվում են ռեժիմի, որովհետև այսօր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ռեժիմ, համակարգ պետության համակարգերը չեն աշխատում ինստիտուտները այնպես, ինչպես պիտի աշխատեն, այսինքն կախվածություն ունեն մեկ անձի որոշումից եւ քաղաքական գործիչը վերահսկում է ամբողջ համակարգերը։ Իսկ դրանք պիտի անկախ լինեն, որովհետև քաղծառայություն ունեն եւ այլն, բյուրոկրատ համակարգը հենց դրա համար է ստեղծված, որպեսզի չունենա կախվածություն քաղաքական գործիչներից, այլ լինի պրոֆեսիոնալ։ Սակայն ամբողջ թափով նախընտրական process-ներում տեսնում ենք, որ ներկա իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի օգտագործում է վարչական ռեսուրսները ամբողջությամբ, սկսված դպրոցից մինչև, չգիտեմ, առողջապահության ոլորտ, բոլոր ոլորտները, ամբողջ համակարգի մարդկային ռեսուրսների, այսպես ասած, օգտագործում, որը շատ ցավալի է ինձ համար, հատկապես երեխաների շահարկումը։ Ես այդ մասին բազմիցս եմ խոսել, որ երեխաները ինչ անեմ, ես գնում եմ երեխաները գալիս ինձ մոտենում են, ուղարկեմ։ Մենք բազմիցս տեսել ենք, որ դպրոցի տնօրեններ, դասատուները երեխաներին հանում են, երեխաները իրենց ծնողների հետ չեն քարոզարշավներին մասնակցում։ Դա նորմալ է, երբ որ իրենք մասնակցեն ծնողների հետ կամ իրենց ցանկությամբ, բայց ոչ դասապրոցեսի ժամանակ երեխաներին տանել եւ դրոշակ պահել կուսակցությունների համար։ Սա ողբերգություն է։ Ինչու է դա անում, որպեսզի քանակ ցույց տա, որ երեխաներն իրեն սիրում են, որովհետև նկատել եմ նա տեխնոլոգիաներ էլ է կիրառում, օրինակ քարոզարշավի ժամանակ մրգեր էր բաժանում, երեխաներին ուտելիքներ է տալիս, միտումնավոր գրկում, համբուրում, այսինքն այս ամեն ինչը նաև ինքը օգտագործում որպես PR։ Իհարկե դա քաղաքական տեխնոլոգիա է, որը օգտագործում են բոլոր քաղաքական գործիչները ամբողջ աշխարհում, ցույց տալով, որ իրենք ավելի ժողովրդական են, ավելի ժողովրդավարական են, բարի են, բոլորի, այո, երեխաներին սիրում են, որովհետև երբ որ մտնում են մարդկանց անձնական դաշտ, ավելի հուզմունքների, չգիտեմ, էմոցիաների դաշտ, բնականաբար ավելի հեշտ է ընտրողներին կառավարել եւ ընտրողների վարքագիծը կառավարել այս դեպքում։ Հետևաբար սա կոնկրետ տեխնոլոգիա է, սակայն ոչ չարաշահմամբ։ Բոլոր երկրներում կարող են լինել, բայց ոչ այսպես բացեի բաց, որպես
գլխականակ երեխաներին օգտագործել կամ չգիտեմ պետական կառույցների աշխատողներին հավաքել տանել այդ համերգների կամ չգիտեմ իրենց քարոզարշավին մասնակցելու համար։ Հասկանում եմ, չէ՞ որ այդ մարդիկ այո կարող են ստիպողաբար գալ եւ մասնակցեն քարոզարշավին, բայց իրեն շատերը կարող են չընտրել, այսինքն իրենին չէ տալիս դա։ Ինքը ունի այդ մտահոգություն ամեն դեպքում, ինքը հասկանում է դա։ Տեսեք, սա նույնպես տեխնոլոգիա է, երբ ցույց է տալիս, որ ընտրազանգվածը մեծ է իր, որոշակի ընտրազանգված կա, որտեղ մարդիկ հակված են ընտրել այն մարդուն, ում տեսնում են որպես իշխանություն ապագա։ Հետևաբար, երբ տեսնում են, որ մարդկանց հետևում կանգնած են շատ ավելի մարդիկ, իրանք հակված են ընտրելու նրանց, ովքեր անցողիկ են։ Սա ընտրողի վարքագծերից մեկն է եւ նման մարդիկ շատ կան մեր իրականության մեջ, ովքեր սիրում են։ Դա գալիս է նաեւ սովետական միության, այո, որովհետեւ մարդիկ սիրում են իշխանավորներին, մարդիկ սիրում են ավելի այսպես պետության ղեկավարներ կամ պաշտոն ունեցող չինովնիկներ, որը ես գնահատում եմ էլի խորհրդային միությունից եկած այդ ամբողջ կառավարման հոգեբանություն։ Իհարկե իմ սերունդը չի այդպիսին, բայց ես իմ ծնողների մեծ սերունդին շատ եմ տեսել։ Մինչև հիմա մարզերում երբ որ գնաք, այո, այսինքն կան մարդիկ, ովքեր ողջունում են Փաշինյանին, բայց եթե Փաշինյանը փոխվի, նորից նրան գնալու են եւ ողջունելու են, այսինքն իրենց համար կարևորը իշխանությունն է, որ իշխանություն լինեն գնան այդպես է։ Լավ հարաբերություններ հաստատեն, հետո հնարավոր է որ մի հարցում դիմեն եւ այլն, այսինքն իրենց մոտ այդ մտածողությունն է։ Ոչ թե որ տվյալ անձին հենց դա էլ հակար ժողովրդավարական այդ ամբողջ process-ների մեջ է, որովհետև երբ որ իշխանության ներկայացուցիչը, պետական գործիչը գնում է քարոզարշավի տալիս է խոստումներ, հետևաբար դա ոչ մի առնչություն աղերս չունի ժողովրդավարության հետ, այսինքն դու քո պաշտոնը անվանարկում ես եւ օգտագործում ես, որպեսզի ընտրեն ինչ որ մարդիկ քեզ անձնապես, այսինքն դու համակարգային խնդիր չես լուծում, դու մարդկանց խմբերի խնդիրը չես լուծում, ծանոթանալով դրա հետ, այլ կոնկրետ մարդկանց, ովքեր գալիս են քեզ տեսնելու, որ, չգիտեմ, սա է հիվանդ, նա է այսպես, սա լուրջ խնդիր է, բացարձակ կապ չունի ժողովրդավարության հետ, եւ եթե մենք տեսնենք, այսպես ավելի կողքից, թե ինչպիսի ընտրազանգված ունի Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանին ընտրում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում Հայաստանում ժողովրդավարություն։ Եթե տեսնեք իրենց հռետորաբանությունը, նրանք ասում են նույն բառապաշարը, որը կրկնում են, որը կապ չունի, միանձնյա իշխանություն, որ դու ամեն ինչ անես, կապ չունեն ինստիտուտները, պետական կառույցները, այսինքն այդ մարդիկ պատկերացում չունեն առհասարակ ինչ է համակարգային կառավարումը, ովքեր են կառավարիչները եւ ովքեր են քաղաքական գործիչները։ Դե ինչ քարոզվում է, փաստորեն դա էլ իրենք մարսում են, այսպես ասած։ Ես ցավալիորեն եմ դա ասում, որովհետեւ մի մարդ, որը հողով է զբաղվում, այդքան պատկերացումներ ունենալ, բայց երբ որ քարոզչություն է արվում անընդհատ այդպեսի, մտածում որ դա է ճիշտը։ Չմեղադրենք հողով զբաղվող մարդկանց, երբ որ քարոզչությունը այդպեսին է, բարձր ինքն էլ այդպես է մտածում, այսինքն այստեղ քարոզչության խնդիր կա նաև։ Այո, քարոզչության խնդիր կա, Նիկոլ Փաշինյանը շատ լավ կարողանում է ամբողջներ վարել, հատկապես իր ընտրազանգվածին, այդ շոուները կազմակերպել, թե թալանը հետ է բերելու եւ այլն եւ այլն։ Սրանք քաղաքական ուղղակի տեխնոլոգիաներ են, որը չի աշխատելու շատ մեծ զանգվածի վրա Հայաստանում հասարակության մեջ։ Հատկապես որ երրորդ անգամ է այդ։ Այո, այդ բոլորը տեսել են, խոստումներ տրվել են, խոստումները չեն իրականացվել։ Հետևաբար նորից նույն գետը մտնելը արդեն ուղղակի հիմարություն կլինի, բայց դրա համար Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է հենց այդ մարդիկ չգնան ընտրության։ Հիասթափվեն բոլորից, բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից եւ չգնան ընտրության։ Այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը դու ես, մի քանի անգամ ասեց, մի քանի տասնյակ անգամ ասեց։ Ինքը նշում է իր ընտրազանգվածին։ Իր ընտրազանգվածի հետ է խոսում։ Այո, իր ընտրազանգվածի հետ է խոսում, ոչ թե մարդկանց լայն մասաների հետ։ Բայց Հայաստանում կա, այո, այդ մեծ անվստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ, առհասարակ մենք տեսել ենք հետազոտություններ պետական կառույցների նկատմամբ, այսինքն մարդիկ օրինակ ազգային ժողովի հանդեպ բացարձակ վստահություն չունեն։ Շատ ցածր է վստահության շեմը եւ համայնքային ղեկավարների, առաջնորդների, այնինչ նրանք ավելի վստահելի պիտի լինեն մարդու համար, որովհետեւ անմիջապես կապը նրանց հետ է։ Պատճառը ո՞րն է, որ վստահություն չունեն։ Որովհետեւ չունենք զարգացած, այդ համակարգերը զարգացած չեն, դրանք ուղղակի պաշտոնները գրաված մարդիկ են,
ովքեր որ աթոռի կռիվ են տալիս եւ մարդիկ հիասթափվել են, իրենց խնդիրը չի լուծվել տարիներ շարունակ, տվել են խոստումներ, խնդիրները չեն լուծել։ Դրա համար մարդիկ փորձ ունեն չվստահելու եւ տեսնում ենք հակառակ պատկերը, երբ մարդիկ վստահում են օրինակ բժիշկներին, բայց չեն վստահում առողջապահության համակարգին։ Մարդիկ վստահում են զինվորին, շատ մեծ է զինվորների դերը, բայց չեն վստահում բանակին, որպես կառավարում եմ ես ասում, որպես այո, կառուցվածք։ Շատ մեծ տարիներ շարունակ վստահություն է եղել հայ եկեղեցու նկատմամբ թե ինստիտուտ եւ թե հոգեվոր ցուցանիշներով բարձր։ Այո, ամենաբարձրը եւ իզուր չէր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հարձակվեց ուղղակի ագրեսիվ այսպես ձևով սկսեց ասպատակել Հայաստանի Հանրապետության մեր առաքելական եկեղեցուն։ Եվ դա է պատճառը, որ դադարեցրեց փաստորեն միջև ընտրություններ, հասկանալով, որ դա իր օգտին չէ։ Բնականաբար իր օգտին չէր լինելու, որովհետեւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ Հայաստանում այսպես շատ հավատացյալներ չեն, բայց հետևորդ են առաքելական եկեղեցու կամ դա եկեղեցին համարում են մեր ինքնության մի մաս, բնականաբար դեմ էին լինելու եւ դեմ են։ Շփվեք մարդկանց հետ։ Քարոզ Արշավի ժամանակ ես շատ եմ շփվում մարդկանց հետ։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյան ընտրողները դեմ են նրա այդ քայլին, ինչը նա անում է։ Ուղղակի այստեղ այլ տեխնոլոգիա է կիրառված, եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, եթե ես չլինեմ, չգիտեմ, նախկիններն են հետ գալու, ինչ որ սև ուժեր են գալու եւ այլն, այս ամեն ինչը մարդկանց ահաբեկելու, սարսափեցնելու համար է, որը որոշ մարդկանց վրա կարող է ազդել։ Մարդիկ հոգնել են պատերազմից, մարդիկ չեն ուզում, խաղաղություն են ուզում, բայց Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ կուսակցություն, որ ցանկանա պատերազմ եւ չկան adekvat որևէ մարդ, որը կցանկանա Հայաստանում պատերազմ լինել։ Կարողանում են համոզել, որ իսկապես իրենք պատերազմ չեն ուզում։ Իհարկե, մենք փորձում ենք տեսնում Սավեր Կարապետյանն է այդ մասին խոսում, որ ինքը կարող է հաստատել այդ խաղաղությունը, ավելի արժանապատիվ է լինելու, դա արժանապատիվ միշտ էին ասում, բայց ավելի դետալային բացատրում է, թե ինչպես է իրականացնել։ Այո, ուժեղ Հայաստանի դրույթներից մեկը այն է, որ մարդկանց անվտանգության այսպես երաշխավոր դառնալ որպես ապագա իշխանություն, որովհետև խաղաղություն հնարավոր է ինչպես արժանապատիվ խաղաղություն, մեր գերիների վերադարձ, օկուպացված տարածքների հարցը կա եւ առհասարակ ունենալ քո խոսույթը նաեւ այդ ամբողջ հանրագումարի մեջ, այսինքն Ադրբեջանի հետ շփումների ժամանակ միայն Ադրբեջանի ցանկությամբ չպիտի հարցերը քննարկվեն, Հայաստանի Հանրապետությունը նույնպես իր շահերը պիտի հետապնդի, բայց տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել Հայաստանի Հանրապետության շահերից բխող։ Առավել եւս նա շարունակել եւ շարունակում է առաջ քաշել ադրբեջանական քաղաքականությունը, որը որ զավթողական քաղաքականություն է։ Ալիևը դիկտատոր է, Ալիևը ունի Հայաստանի հանդեպ զավթողական նկրտումներ եւ դա են ցույց տալի 2020 թվականից հետո Ադրբեջանում բացված Արևմտյան Ադրբեջան համայն կազմակերպությունը, տեսել ենք նրանց հեռուստաընկերության նույնիսկ շենքը, որը տարածվել է, նույնիսկ մշտական հանձնաժողով ունեն այդ մարդկանց իրավունքներով զբաղվող իրենց պարլամենտում, ասեմ ավելին, այդ մարդկանց իրավունքների հետ կապված քննարկումներ են իրականացվում ոչ միայն լոկալ մակարդակի, այլ միջազգային մակարդակի, տեսել ենք ՄԱԿ-ի քննարկումների ժամանակ այդ կազմակերպության ներկայացուցիչի բարձրացրած հարցերը, մասնակցությունը որպես Արևմտյան Ադրբեջան կամ կոնկրետ պետական ծրագիր է սա, ոչ թե ինչ-որ հասարակական կազմակերպություն, իհարկե դա ֆինանսավորվում է, տեսել ենք, ապացուցված է, որ Ադրբեջանի ներգրաված է ամեն ինչում, պատմաբաններ, դիվանագիտական կորպուսը, եթե տեսնենք, լծված են այդ աշխատանքին, այդ ռետորաբանությամբ առաջ են քաշում իրենց քաղաքականությունը։ Եվ Փաշինյանը մեղադրում է, նույնիսկ ասում է պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր որ ասում են, որ 300,000 ադրբեջանցիներ են։ Առաջինը Ալիևն է ասում, թող Ալիևին պատասխանատվության ենթարկի։ Ադրբեջանական մենք մեկ նման բան չկա, համաձայնություն չկա, մենք ասել ենք Արցախի հարցը փակում ենք, այդ հարցն էլ հետը փակվում է։
ցավոք սրտի Ալիևը այլ բան է ցույց տալիս եւ քանի որ մենք ունենք արդեն փորձ 2018 թվականին երբ որ մարդիկ ասեին Նիկոլ Փաշինյանը գալիս է հող հանձնելու բոլորս ես երիտասարդները բոլորս կծիծաղեինք ասեինք սուտ է երբ որ 2020 թվականի պատերազմի ժամանակ ինչ որ մեկը մեզ ասել հաղթելու փոխարեն պարտվում ենք մենք չէինք հավատա 2021-ին եթե մեզ ինչ որ մեկը ասեր որ 2023 թվականին Արցախը էթնիկ զտման է ենթարկվելու էլի չէինք հավատա կամ 22 թվականինով կպատկերացներ որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա քիչ կօկուպացնի շատ ռազմավարական տարածքներ ինչպես օրինակ քաղցրահամ ջրերի ռեսուրսները ջերմուկի եւ այլն Սրանք խնդիրներ են, սրանք շատ կարևոր լուրջ դրույթներ են, որոնք որ մեզ տալիս են այդ առիթը ասելու եւ մարդկանց հետ խոսելու, որ Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչ ասում է Ադրբեջանը Ալիևը։ Հետևաբար, եթե 2023 թվականի դեկտեմբերին օրինակ Ալիևը ասում է, որ Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետություն չի եղել երբեք, հայերը չեն եղել այդ տարածքում, չեն ապրել, դա արևմտյան Ադրբեջանը եւ այս մայիսի 19-ին համարյա նույն տեքստով նույնը ասում է Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունեցել, այսինքն նույն հռետորաբանությամբ խոսում էր հարցը վերզած ձևով ենք լուծել եւ այլն, գնացել էր հատուկ Արցախի Սա այնքան ակնառու է, այնքան բացարձակ է Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանն ու ներկայ իշխանությունը դարձել են Ադրբեջանի այսպես մենեջերները Հայաստանում, այսինքն այնտեղ ինչ քաղաքականություն մշակում է, այստեղ դա իրականացվում է։ Հետևաբար մենք չունենք երկիր, որը կգնա նման խաղաղության եւ Արցախում էլ հիմա խաղաղ է, Կարսում կամ չգիտեմ, որտեղ առանց հայերի։ Հետևաբար այս կողմից խոսում է խաղաղության մասին Ալիևը, այսինքն նրա պատկերացումները այլ են խաղաղության մասին։ Մեր պատկերացումները չեն։ Փաստերը ցույց են տալիս, որ Ալիևը տարածքներ զիջեն, եւ այդպես Ալիևի խաղաղությունը այն խաղաղությունը չէ, որը որ հայ ժողովուրդը պատկերացնում է։ Խաղաղության համար երկու ազգերին պիտի պատրաստել խաղաղ բնակեցման ոչ թե իրենց պետական մասշտաբով դպրոցներից հայատյացություն սովորեցնել։ Այսինքն Սաֆարովներ բուծելը չի տանելու խաղաղության։ Մենք հայ ժողովուրդը բավականին սոլիդար եւ այլ ազգերի հետ մեր ողջ ժողովուրդ ենք։ Մենք դա ցույց ենք տվել, մենք ապրել ենք այլ ազգերի հետ համատեղ, օրինակ մեր եզդի կամ ասորի եղբայրները, որոնք մեզ հետ ապրում են, մենք երբեք խնդիր չենք ունեցել, մինչեւ որ ադրբեջանցիները կամ թուրքերը չեն հրահրել, չեն սկսել էթնիկ զտումներ, ազգով պայմանավորված գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք ցեղասպանություն, Բաքվի ջարդեր, Սումգայիթի ջարդեր եւ այլն եւ այլն։ Իդեպ մեզ ասում են անդեսեք այս ամեն ինչը եւ ասում են երբ որ դուք այդ հռետորաբանությունն եք ասում, մոռացրեք մենք էլ ասում ենք Բաքվում չայ ենք խմելու։ Նախ երբեք պետական մակարդակով եւ երկրի ղեկավարի մակարդակով նման խոսույթ չի եղել նախկինում, երբ որ մենք հաղթած էինք։ Այդ խոսույթը եղել է զինվորականների մոտ, ինչ որ մարդկանց մոտ, բայց պետական մակարդակով երբեք մենք չենք սպառնացել Ադրբեջանին, որ հիմա էլ ասենք դե նույնն էլ իրենք են անում։ Հայաստանի Հանրապետությունում ամեն դեպքում ես ապրել եմ Հայաստանի Հանրապետության մեջ, երբեք չի եղել, թե դպրոցից սկսված, թե մեր միջավայրում ադրբեջանցիների հանդեպ ատելություն մենք երբեք չենք ունեցել։ Մենք երբեք չենք ունեցել թուրքերի հանդեպ ատելություն նաև։ Սակայն մենք տեսել ենք, որ մեր բարությունը միշտ շարժվել է, չարաշահվել է, հետևաբար մենք մարդկանց հետ լավ են գտնվել, նրանք սկսել են մեզ ցեղասպանել եւ այլն եւ այլն։ Հայաստանում նմանատիպ նարատիվ երբեք չի եղել ադրբեջանցիների նկատմամբ այն, ինչը որ ունեն Ադրբեջանում հայերի նկատմամբ եւ գերիների խնդիրը առավել եւս ցույց է տալիս, որ այդ մարդիկ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմը ոչ մի ցանկություն չունի ազատելու նրանց կամ չգիտեմ խաղաղության գնալու, որովհետեւ ամբողջ աշխարհով
փաստ է, որ եթե գնում ես խաղաղության կամ պատերազմական կոնֆլիկտային իրավիճակներում փոխանակվում են գերիները, նույնիսկ ամենաթեժ անկյուններում, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմներում էլի գերիները փոխանակում են։ Առնվազն 19 գերիներ այս պահին գտնվում են Բաքվի բանտում, դատապարտվում են նրա համար, որովհետև հայ են եւ Ադրբեջանի սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ այն մարդիկ, ովքեր հատել են Լեռնային Ղարաբաղի, այսինքն Արցախի սահմանը, համարվում են կրիմինալներ։ Ես նույնպես, որովհետև ես եղել եմ Արցախում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության մոտ 2 միլիոն ժողովուրդ, այդ թվում արցախցիներ, ըստ իրենց սահմանադրության դառնում են հանցագործներ։ Հետևաբար այս ամեն ինչը չի տանում, տեսնում ենք փաստացիորեն այն խաղաղությանը, որը մենք ենք ցանկանում։ Իսկ խաղաղություն հնարավոր է միայն ուժեղ, պրոֆեսիոնալ կառավարմամբ եւ դա կարող է անել ուժեղ Հայաստան դաշինքը, որտեղ որ ընդգրկված են ոչ միայն ուժեղ Հայաստան կուսակցությունը, այլ կուսակցություններ եւ հենց ուժեղ Հայաստան դաշինքի ուժեղ կողմերից մեկն էլ դա է ունենալ բազմակարծություն հենց իր ներսում։ Ես ինքս ներկայացնում եմ ապրելու երկիր կուսակցությունը, այնտեղ մարդիկ կան անկուսակցական եւ այլ կուսակցություններից, հետեւաբար մենք տարբեր գաղափարներով ունենք միասնական ընդհանուր գաղափար, դա ազգային։ Բայց ամեն դեպքում ակնկալվում էր ավելի մեծ համախմբում ուժեղ Հայաստանի շուրջ։ Ցավոք սրտի չկա, դա Եվ այնպես չէ, որ հետաքրքրություն չկար համախմբվելու, բայց եղավ այն ինչ եղավ։ Իհարկե, բայց մարդկանց մեծ ստվար զանգված, ինչպես տեսանք, նախաձեռնությունների եւ կուսակցությունների տեսքով միացել են ուժեղ Հայաստան դաշինքին, այդ թվում նաև ապրելու երկիր կուսակցությունը եւ այդ մարդկանց հետ մենք կիսում ենք շատ դրույթներ, հատկապես Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի քաղաքականության, Հայաստանի ապագայի, ունենալով միևնույն դեպքում որոշակի տարակարծություններ, միգուցե գաղափարային կամ չգիտեմ ծրագրերի հետ կապված։ Բայց ամեն դեպքում ընտրություններին 18 քաղաքական ուժ մասնակցելը շատ չէ։ Այդքան քննադատվեց 21 թվականը եւ հիմա նորից 18 ուժ փաստորեն մասնակցում է։ Եթե մենք տեսնենք ժողովրդավարության տեսանկյունից ոչ, այս պահին վերջին շրջանում Շվեդիայում օրինակ, եթե չեմ սխալվում, 11 կուսակցություններ են անցել իրենց պարլամենտ։ 11, այնտեղ ավելի շեմը շատ ցածր է։ Մենք դրա հետ կապված էլ խնդիր ունենք, շեմը կուսակցությունների բարձր է, մյուս կուսակցությունները չեն կարողանում հաղթահարել։ Ես որպես հասարակական քաղաքական գործիչ միշտ կողմ եմ, որպեսզի ազգային ժողովը լինի բազմակարծության արդյունք, այսինքն ներկայացված լինեն տարբեր սոցիալական եւ տարբեր հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, կուսակցություններ, փոքրամասնություններ ազգային եւ այլն եւ այլն։ Դա կլինի նորմալ արդեն կազմակերպված, բոլորի շահերը ներկայացված կլինեն, որը հենց ժողովրդավարության ներկայացուցչական մարմին լինելու դերն է, հետեւաբար շատ լավ կլիներ։ Սակայն Հայաստանում մենք չունենք եւ Հայաստանում ունենք օրենսդրական բարեփոխումների կարիք, Հայաստանում ունենք կառավարման մի շարք խնդիրների բարելավման հետ կապված կարիք ունենք, որ պիտի բարելավի։ Հայաստանում շատ լուրջ խնդիր ունենք քաղաքական մշակույթ ձևավորելու, որովհետև Հայաստանում պրոֆեսիոնալ առաջնորդները, որոնք համ առաջնորդ են, համ որևէ ոլորտի պրոֆեսիոնալ մարդիկ, ցանկություն չունեն մասնակցելու քաղաքական գործընթացներին, որովհետև Հայաստանում 30-35 տարի կրթվել է մարդիկ, որ դառնան քաղաքացիական կրթությամբ են կրթվել ակտիվ քաղաքացի լինելու, բայց ով է վերցնելու պատասխանատվությունը։ Այս ժամանակն է, որպեսզի մենք նաև տանք քաղաքական կրթություն մեր երիտասարդներին եւ առհասարակ մարդկանց, թե ինչ է նշանակում վերցնել պատասխանատվություն որոշումների կայացմանը մասնակցելու համար։ Եվ ուժեղ Հայաստանի եւ ապրելու երկրի հենց գլխավոր գաղափարներից մեկն է ոչ միայն փոխել իշխանությանը, որովհետև իշխանությամբ, այո, մարդիկ են դա ուզում լսել, փոխել իշխանությունը, ինչ եք անելու դուք, ինչ ենք անելու մենք, դա շատ կարևոր է ոչ միայն նախընտրական ծրագրի արդյունքում, այլ
կոնկրետ համակարգային փոփոխություններ բերելով սկսած դեմոգրաֆիայի հետազոտություններից մինչև մարդկանց հետ խոսալով, հետ պատերազմյան տրավմայի հետ աշխատելով, մարդկանց կրթելով, դաստիարակելով, այսպես ասած, համակարգեր, ինստիտուտներ ստեղծելով, որոնք կլինեն անկախ, կլինեն պետականամետ գործիչներով, հասարակական եւ քաղաքական գործունեություն ծավալելով, ոչ թե իրար թիրախավորելով որպես անձինք, որպես սեռ, մենք շատ ենք տեսել սեռով պայմանավորված թիրախավորում, հատկապես իշխանության կողմից, երբ կանանց են թիրախավորել եւ այլն, այսինքն, եթե մենք ուզում ենք ունենալ այնպիսի երկիր, որը կլինի տարածաշրջանում զարգացած, ուժեղ եւ առհասարակ ուժեղ դիվանագիտությամբ եւ ինֆրաստրուկտուրայով, մենք պիտի այդ ամբողջը դիտարկենք որպես հանրային կառավարման տեսանկյունից մի մասնիկ ու շղթայական աշխատենք ամբողջի զարգացման համար։ Նաեւ սոցհարցումներից խոսենք կարճ, որովհետեւ սոցհարցումները շատ հակասական են, մեկ սոցհարցումով Փաշինյանն է առաջատար, մյուսով ընդդիմությունն է միասնական առաջատար, հիմա ինչ է իրականում սպասվում մեզ։ Տեսեք, սոցիոլոգիան ով ինչ հարցում պատվիրում է, այսպես ասած, կամ իրականացնում է, իր օգտին է իրականացվում այդ հարցումները։ Բացատրությունը ո՞րն է։ Բացատրություն դա ունի։ Ես երկար տարիներ աշխատել եմ միջազգային կազմակերպությունների հետ սոցիոլոգիայի բնագավառում սոցիալական հարցումներ իրականացնելով եւ կազմակերպելով Հայաստանում, դա երկու ստեկ է, նախ հանրությունը սոցիալական հարցումներին, սոցիոլոգիական հարցումներին չի մոտենում ռեալ եւ կաշկանդված է պատասխանում, հատկապես եթե սոցիոլոգիական հարցումները on-line են կամ հեռախոսով, որովհետեւ մարդիկ չեն վստահում հեռախոսով ինչ-որ մեկը զանգի, հարցնի ինչ-որ մի բան։ Հետևաբար այդ շեղվածքը շատ մեծ կարող է լինել, մարդիկ վախենալով չեն պատասխանում կամ սխալ պատասխան են տալիս եւ երկրորդը ինչպես ովքեր են սոցիոլոգիական ասում են դեր ինչ գործն է ասում եմ մտրելում շատ մեծ, այո իհարկե մարդկանց մեծ խումբ կա, դա է վստահության ինչի պետք է մենք Հայաստանում ունենք վստահության ճգնաժամ, այդ վստահության ճգնաժամը պիտի հաղթահարվի իրական աշխատանքով, մարդկանց հետ աշխատելով, անմիջական շփման արդյունքում սկսած լոկալից մինչև ռեգիոնալ եւ պետական կառավարման համակարգ, այդ ամեն ինչը պիտի իրականացվի։ Իսկ սոցհարցումների արդյունքը ոչ միայն դրա հետևանքն են, այլ շահագրգիռ կողմերի, տարբեր շահագրգիռ կողմերի հարցումներն են։ Եվ Հայաստանում ցավոք սրտի սոցիոլոգիային առհասարակ այնքան այսպես ուշադրություն չի դարձվում, որը ըստ իս շատ կարևոր գիտություն է, որպեսզի ամբողջ պետական կառավարման առհասարակ հանրային կառավարման ոլորտը հենվի դրա վրա, որովհետև զարգացած երկրներում այդպես է, եթե դու չունես քո բնակչության, սեռատարիքային, չգիտեմ, ամբողջ սոցիալ-հոգեբանական վերլուծությունը դատան, դու չես կարող ծրագրեր կազմել, ծրագրեր իրականացնել, որոնք կլինեն արդյունավետ։ Բայց ամեն դեպքում շատ ակտիվ նաև հարցումներ են իրականացվում։ Ուժերի կողմից քաղաքական, նաև իշխանության կողմից, տարբեր ուժերի տարբեր հարցումներ են լրատվականների կողմից, ասում են շատ անգամ իր արդային վիճակը պայմանավորված է լինում այդ հանգամանքով։ Այո, լրատվականների կողմից, տարբեր քաղաքական ուժերի կողմից, անկախ կազմակերպությունների միջազգային կողմից իրականացվում են տարբեր հետազոտություններ ու տեսնում ենք, որ ոչ թե Փաշինյանի արդյունքներն են բարձրանում, այլ ճիշտ հակառակը շատ դեպքերում ընդդիմության արդյունքն է իջնում եւ ցուցանիշներն են իջնում կամ բարձրանում է ավելի անվստահ չկողմնորոշված ընտրազանգվածը։ Այո, թե չէ երկու ստեկ ասում է, որ Փաշինյանը չի ընտրվելու։ Այստեղ խնդիրը արդյոք մարդիկ մասնակցելու են այն իմ ասած 40-45% մասնակցելու են ընտրություններին, թե ոչ։ Որովհետև դրանք Փաշինյան չընտրող մարդիկ են, նրանք այն մարդիկ են, ովքեր չեն կողմնորոշվել կամ հիասթափված են, չեն ցանկանում մասնակցել ընտրությունների։ Քաղաքական ուժերի հիմա գլխավոր առաքելությունը նաև այն է ցավոք սրտի, որ նրանք ընտրողին պիտի տանեն ընտրատեղամաս։ Ես դա
լուրջ խնդիր եմ դիտարկում Բայց նաև հնարավոր է տանել, այսինքն այնպեսի, հա, ծրագիր աշխատում ենք բոլորս որպես նրանց հասկանալի նաև հենց ուժեղ Հայաստան դաշինքը եւ Քարոզ Արշավի ժամանակ անմիջական շփման ժամանակ մենք առաջինը մարդկանց հետ շփվելու ժամանակ բարձրաձայնում ենք հենց այդ խնդիրը անկախ ամեն ինչից գնացեք ընտրության, անկախ ձեր ընտրությունից, որովհետեւ ընտրությունը ձերն է, սիրելի քաղաքացիներ, գնացեք ընտրության։ Արդեն թե ում կընտրեք, եթե կցանկանաք, մեր ծրագրերն ենք ներկայացնում, մենք ինքներս մեզ, որովհետև չէ՞ որ կուսակցությունները մարդկանցով են ստեղծված, մարդիկ են ներկայացնում եւ մարդը տեսնելով ինձ, իմ գործընկերներին, սկսում է ուրիշ ձև ուրիշ պատկերացում ունենալ եւ առհասարակ ուրիշ կարծիք ձևավորել իր մեջ հենց այդ կուսակցության կամ քաղաքական ուժի վերաբերյալ։ Հետևաբար շատ կարևոր է Քարոզ Արշավի ժամանակ մարդկանց հետ անմիջական շփումները, որը մենք իրականացնում ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Զրուցակիցս Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնացու Սյուզաննա Ավետիսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։